Երևանում սպանված չեչենուհու Այշաթ Բայմուրադովայի գործի մասին գրել է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը։ Աղբյուրը նշում է, որ Հայաստանում սպանված 30-ամյա չեչենուհու գործով հնարավոր է ներգրավված լինի Սաիդ Համզադ Բայսարովը։ Ըստ Осторожно Новости, նա սպանության օրը եղել է այն բնակարանում, որտեղից հետո հայտնաբերվել է Այշաթի դիակը։ Նշվում է նաև, որ Բայսարովը 2018 թվականին Մոսկվայում մեղադրվել է Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ, սակայն գործը դատարանը փակել է։ Հայաստանի ոստիկանությունը ըստ հրապարակման Բայսարովին նույնացրել է տեսախցիկների միջոցով։ Նա բնակարանից դուրս է եկել մեկ այլ անձի հետ, որի հետ Այշաթը ծանոթացել էր ընդամենը 1 օր առաջ սոցիալական ցանցի միջոցով։ SOS իրավապաշտպանական խումբը հայտարարել է, որ քննիչները գիտեն այդ մարդկանց ինքնությունը, սակայն նրանց նկատմամբ հետախուզում չի հայտարարվել ու հավանաբար նրանք արդեն լքել են Հայաստանը։